կարճ դպրոցահասակ քաղաքականությամբ զբաղվողները։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը առանց կաշկանդվելու, առանց ամաչելու դպրոցահասակ երեխաներին դասաժամից կտրում եւ դուրս է բերում հրապարակներ։ ՔՊ-ի դրոշներով, Հայաստանի դրոշներով փորձում են մարդաշատ տպավորություն թողնել Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված։ Մենք գիտենք, որ դպրոցահասակ երեխան քվեարկելու իրավունք չունի։ Նրա տարիքը չի համապատասխանում, նա դեռ ընտրող չէ։ Այդ դեպքում ինչու է ինքը անչափահաս երեխաներով լցնում հրապարակը։ Ինչու է նա ստեղծում տեսարան, որ մարդաշատ են հրապարակը, որտեղ իրենց սպասում էին։ Նամանավանդ մարզ կենտրոններում, որտեղ հավաքվում է մարզի մնացած քաղաքներից բերվող դպրոցների, մշակութային օջախների, սպորտային օջախների, գրադարանների, կոմունալ ծառայությունների, բոլոր աշխատակիցներին, պլյուս դպրոցի երեխաներին, իբրև դրոշակ ծածանողներ, բայց մենք տեսնում ենք, որ երեխաները չափահասներից մեծ են։ Որն է պատճառը։ Սա արդեն մարդուն հասկացնել է տալիս, որ ինքը նախապատրաստվում է կեղծել, որպեսզի կեղծելուց նրան ասեն, ախրի դու այսքան ռեյտինգ չունեիր, ընտրող չունեիր, համախոհ չունեիր, ինքը պետք է կադրեր ցույց տա, որ գնացի, ասենք, Վանաձոր, տեսեք քանի հազար մարդ էր դիմավորում, որ գնացի Արարատ, տեսեք քանի մարդ էր դիմավորում, գնացի Կապան, տեսեք քանի մարդ էր դիմավորում։ Բայց այդ մարդկանց մեջ մեծամասամբ երեխաներ էին, նրանք ընտրելու իրավունք չունեն։ Ինքը այս տեսարանը սարքում է, որ հետո կեղծելիս նա ցույց տա, ասի, տեսեք, որ լեփլեցուն է եղել հրապարակները, դրա համար էլ ինձ ընտրել են։ Միակ նպատակը կեղծարարության համար հիմքեր ստեղծելն է։ Եվ ես ցավում եմ արձանագրում, որ մեր պետական ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, քաղ ծառայողները, ինչպես 100 տարի, 80 տարի առաջ նժդեհ կալանավորող եւ խոշտանգող տեսակ էին, այդպես էլ մնացել են հայրենիքը ծախող, նժդեհ խոշտանգող, նժդեհ կալանավորող եւ ծաղրող տեսակ։ Դուք ձեր աթոռները այդպես չեք կարող փրկել, ուսուցիչներ, ոստիկաններ, ԱԱԾ աշխատողներ, չթվարկեմ։ Դուք այդպես ձեր աթոռը կործանում եք։ Այն բարձր աշխատավարձը, որ ձեզ խոստացել կամ տրվում է, դա ժամանակավոր է։ Այ երբ որ Իլհամի վերջնական իշխանությունը Աստված մի արասե հաստատվեց Հայաստանում, Իլհամն ասելու է, որ այդ աթոռը, որի վրա որ դու նստել ես, դա իմն է։ Դա արևմտյան Ադրբեջանինն է։ Պետք է վերադարձնես։ Եվ դու կզգաս, որ հերթական անգամ դավաճանելով նժդեհին կամ նժդեհի գաղափարներին դարձար թուրքի գործիք, որով ինքդ սպանեցիր քեզ։ Դու ինքնասպան ես, դու դավաճան ես, պետական ծառայող, եթե կատարում ես Նիկոլի հանձնարարությունը, դու մեղք ես, ինձ էլ քեզ հետ տուժեցնում ես։ Խոհեմ եղեք։